Պարոն Գրիգորյան, ուրախ եմ, որ ձեր թեկնածությունը առաջադրված երկար տարիներ ճանաչելով ձեզ եւ ձեր գործունեության ընտրվելու դեպքում հաջողություն եմ ցանկանում։ Հարցս տեղական ինքնակառավարման բնույթի է։ Տեղական ինքնակառավարման մարմիններում մի տեսակ բյուջեի հետ կապված ծախսման տարեկան առատավոր երևույթներ է ձևավորվել, որ բյուջեն օգտագործվում է ըստ քաղաքապետերի ցանկությամբ, որ տարածք, որ թաղամաս ոնց ուզեն բյուջեի գումարները կծախսեն, եւ թաղամասեր կան, որ երկար տարիներ, այսինքն նախընտրական արշավի ժամանակ գալիս են ոմանք, որ խոստանում են կընտրենք ձեզ, այդ թաղամասում հնարավոր է որևէ բան անել, իսկ այն մարդիկ, ովքեր մտածում են եւ քվեարկում են իրենց գաղափարի եւ խղճի ներքո, այդ թաղամասերում եւ այդ տարածքներում այոլանդակ վիճակ է տիրում եւ հիմնականում ովքեր քաղաքապետի խամաճիկներն են, աշխատում են քաղաքապետարաներում, ովքեր ոչ, են ճիշտ մտածող, գաղափարով մտածող մարդիկ չեն աշխատում եւ թաղամասեր կան, որ բնական է ես հարցս կբարձրացնեմ նաեւ կառավարություն, հարցում կանեմ քաղաքապետարանի բյուջեի օգտագործումը թե ինչ թաղամասերում ինչ քանակի ինչ չափով օգտագործվե եւ ծախսվի այդ գումարները։ Եվ օրինակ Հրազդանի Վանատուր թաղամասում 15 տարի ոչ մի գործ չի արվել։ Եվ որպես քաղաքապետը ինձ թվում է երևի ընտրովի մարմին է, բայց դե բնական է, մենք գիտենք քաղաքապետերը կամ համայնքի ղեկավարները իր ձև են ընտրվում իշխանության հովանավորության ներքո։ Եթե դուք ընտրվեք հանձնաժողովի նախագահ, բնական է հասկանում եմ ձեր լիազորությունները վերահսկողական է, բայց ինչ կձեռնարկեք նման ավանդույթները արմատախիլ անելու համար։ Եվ վերջիվերջո, եթե նման ձևի պիտի ընտրություններ կատարվի, ավելի ճիշտ է, որ եզրական փոփոխություններ կատարվի տեղական ինքնակառավարման մարմիններում դառնա նշանակովի։ Մեկը իրանց ուզած ձևով են իրանք նշանակում քաղաքապետին, ոչ թե Պարոն Գրիգորյան, ներողություն եմ խնդրում, իմ հարգելի գործընկերներին խնդրում եմ ուշադրություն դարձնել լուսատախտակի վրա դրված ժամանակին, որովհետև ինձ հաճելի չի որևէ մեկի խոսափողը անջատել։ Համեցեք, պարոն Գրիգորյան։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան։ Միքայելյան, ներողություն, հազար անգամ ներողություն։ Գիտեք, նախ ընտրված քաղաքապետը ոչ միայն իրեն ընտրողների քաղաքապետ է, այլ ամբողջ քաղաքի քաղաքապետ է։ Երկրորդը բյուջեն քաղաքի հաստատում է ավականին։ Կարծում եմ, այստեղ շատ կարևոր է ավականու դերը, որովհետև նույն ծախսային մասով ավականին է որոշում ընդունում այս կամ այն ծախսերը իրականացնելու համար։ Իհարկե, ես կողմ եմ, որ ավականու ինստիտուտը շատ ուժեղանա, որովհետև ավականու ինստիտուտը պետք է հակակշիռ լինի քաղաքապետին, ոչ թե ենթարկվի քաղաքապետին, այլ հակակշիռ լինի քաղաքապետին, որպեսզի որպես դիտվի օրենսդիր, իհարկե իրեն գործունեությամբ ինքը հաստատում է բյուջե, ուրեմն բյուջեի ծախսային մաս, որ կարողանա հակակշիռ լինել քաղաքապետին եւ այդ ծախսերը նպատակային իրականացվեն, ոչ թե քաղաքապետի ցանկությամբ այս կամ այն թաղում կատարվեն այս կամ այն աշխատանքները, իսկ այն թաղը, որը իրեն ուրեմն ավելի քիչ ձայն է տվել կամ ձայն չի տվել, այդ բյուջեն օգտագործվեն այնտեղ, որտեղ ասենք իրեն նկատմամբ այդ վերաբերմունքը չեն դրսևորել։ Այսինքն ավականու ինստիտուտի ուժեղացման խնդիրն է։ Եվ ամեն ինչ կարվի, որ այդ ինստիտուտը ավելի ուժեղանա։ Շնորհակալություն, պարոն ներողություն, պարոն Միքայելյան, համեցեք արձագանքի համար։ Պարոն Գրիգորյան, դուք լավ գիտեք, որ ես քաջատեղյակ եմ ավական ընտրություններից նաեւ ավականների 90%-ը քաղաքապետի կամ թաղապետի խամաճիկներ են եւ ընտրել են իրենց ցանկությամբ եւ կատարում են ինչ անում են։ Ես նման առատավոր երևույթներից եմ, որ դուք
կարողանաք ինչ որ միջոցներ ձեռնարկեք, այդ ամեն ինչը վերանա։ Հուսով- Այդ բարքերը։ Պարոն Միքայելյան, հուսով եմ, որ նման հարցեր անպայման կքննարկվի հանձնաժողովում եւ իսկապես կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք կնպաստեն ավելի ազատ, թափանցիկ, քաղաքապետի գործողությունների համար, գործունեության համար։ Հարգելի Տիկին Գյուլիան